Մեկնարկող ուսումնական տարվանից հայաստանյան 3 բուհերում, ագրարային, պոլիտեխնիկական և ճարտարապետության ու շինարարության համալսարաններում ուսանողները վաճառքի լաբորատորիայում սպառողի վարքագիծը ուսումնասիրելու տնտեսագիտական մեթոդների հետ միասին կտիրապետեն նաև հատուկ սարքերի միջոցով սպառողի հայացքի, դեմքի արտահայտության, ձայներանգի, հույզերի ու մաշկի գույնի փոփոխությունների ուսումնասիրմանը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին ավելի արագ ու ճշգրիտ բացահայտել թիրախային շուկան։ Ինչպես գիտենք, աչքերը եւ դաստակները այն հատվածներն են, որոնք վերահսկել գրեթե անհնար է, ուղեղը չի հասցնում դրանք վերահսկել, այսպես ասած, եւ մենք ավելի օբյեկտիվ պատկերացում, թե ինչ եւ ինչպես է մտածում սպառողը, կարող ենք հասկանալ հենց այդ տվյալների վերլուծության միջոցով։ Այսինքն դեմք, դիմագծերի արտահայտություն, էմոցիաներ, որոնք եւ աչքով եւ ընդհանուր դիմագծերով կերևան եւ սարք, որը դաստակին է ամրացվելու, մենք հնարավորություն կունենանք արդեն էլի էմոցիաների, սրտի արագության եւ այլ տարբեր բիոմետրիկ չափանիշների միջոցով հասկանալ ինչ է կատարվում սպառողի մոտ։ Հոլանդացի գիտնականների մշակած այս ծրագրային փաթեթի արդյունավետությունը մասնագետների համոզմամբ հնարավոր կլինի ապահովել միայն կրթության, գիտության եւ բիզնեսի սերտ գործակցության դեպքում։ Այսինքն, երբ համալսարանները կպատրաստեն պահանջված հմտություններով մասնագետներ, գիտական ոլորտը կշարունակի կատարելագործել տեխնոլոգիական լուծումները, իսկ բիզնեսը դրանք կվերածի գործնական կիրառության ու շուկայական արժեքի։ Գուցե մի քիչ տարօրինակ է թվում, ենթադրենք ագրարային համալսարանում, ճարտարապետության շինարարական պոլիտեխնիկում վաճառքի լաբորատորիա, բայց business to business, այսպես ասած բիզնեսի այդ բանակցությունների վարումը այսօր նամանդ միջազգային մակարդակով շատ մեծ նշանակություն ունի, կարելի ասել, որ դա բավական հետաքրքիր եւ արագ զարգացող գիտություն է, իր կոնկրետ պրակտիկ, ուրեմն փաստորեն հնարավորություններով եւ գործիքամիջոցներով։ Այդ պրակտիկ գործիքամիջոցների մի լայն հնարավորություն է բացում թե կրթության եւ թե հետազոտական աշխատանքների համար, այս ուրեմն B2B վաճառքի լաբորատորիաները։ Ագրարային համալսարանում վստահեցնում են լաբորատորիան ուսուցումը կդարձնի ավելի ժամանակակից ու գործնական, ուսանողներին տալով բիզնեսում պահանջված հմտություններ ու խթանելով հետազոտությունները վաճառքի, մարքեթինգի ու սպառողական վարքագծի ոլորտներում։ Ինքը որպես այդպիսի նորարարություն է մեր իրականության մեջ եւ ստեղծում է կայուն հնարավորություններ ուսանողի մոտ ավելի լավ պատկերացնելու եւ ավելի իրատեսական ու կարեւոր ուրեմն հնարավորություններ է ստեղծում ուսանողին, ուրեմն արտադրության գործընթացը ճիշտ կազմակերպելու եւ դրան գումարած սպառողի վարքագծային հնարավորությունները ճիշտ գնահատելու տեսանկյունից։ Լաբորատորիան նախատեսված է եղել ճարտարագիտական ուղղությունների համար, սակայն հետագայում ներառվել է նաև տնտեսագիտական ծրագրերում, նորարարությունների եւ B2B վաճառքների առարկաներում։ Այն կիրառելի կլինի կրթության բոլոր մակարդակներում, քոլեջից մինչև մագիստրատուրա։ Վերջի 1 տարվա ընթացքում մենք ներգրաված ենք նաև մեր կրթական ծրագրերը բարեփոխելու, վերանայելու այդ գործընթացում եւ կարծես թե շատ լավ առիթ էր եւ մենք ագրոբիզնես ֆինանսներ մասնագիտությունում ագրարային համալսարանի եւ բակալավրի եւ մագիստրատուրայի կրթական աստիճաններում ունենք ներդրված առարկաներ, որի շրջանակներում կօգտագործվի լաբորատորիան։ Ընդհանուր գաղափարը երկու մասի՝ վաճառքների արդյունավետ կազմակերպում եւ նաեւ նորարարությունների ներմուծում արտադրական համակարգ։ Լաբորատորիայի սարքավորումները ձեռք են բերվել Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող LIS 24 ծրագրով։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։